Э, Хорошо, братья, рад вас снова видеть. Давно не Լավ виделись. եղբայրներ, ուրախ եմ ձեզ կրկին տեսնել։ И на этой неделе нам предстоит рассмотреть три темы. Այս շաբաթ մենք պետք է 3 թեմա ուսումնասիրենք։ Учение о ангелах, Учение, об ангелах, հրեշտակների մասին ուսուցում также экклесиология и эсхатология. եւ եկեղեցաբանություն ու երրորդ առարական էլ արդեն վախճանաբանություն։ Надеюсь, мы сегодня решим вопрос с ангелами. Հուսով եմ այսօր հրեշտակների հարցը կլուծենք։ А следующие 2 дня поговорим о церкви, и потом поговорим еще 2 дня об эсхатологии. Հաջորդ 2 օրը կզրուցենք եկեղեցու մասին եւ դրանից հետո մնացած ժամանակը արդեն կխոսենք վախճանաբանությունից։ И понятно, что в отношении учения о церкви есть много практических вопросов. Հասկանալի է, որ եկեղեցաբանության հետ կապված հարցերում շատ կիրառական, փորձառական հարցեր են բացվելու։ И также в отношении эсхатологии в церкви поднимается много вопросов. Եվ նույնպես վախճանաբանության հետ կապված եկեղեցում շատ հարցեր բարձրանում են էլի։ Ну, вы уже относительно специалисты в богословии, у вас было до нее откровение. Դուք արդեն համեմատաբար համաստագիտացված եք աստվածաբանության մեջ, ձեզ մոտ եղել է Դանիելի հայտնության ուսմունքները արդեն։ Поэтому некоторые вопросы, я надеюсь, уже для вас достаточно ясны. Դրա համար իմ կարծիքով որոշակի հարցեր արդեն ձեր համար բավականաչափ պարզ են։ И также, рассматривая на следующей неделе послание к римлянам, мы тоже коснемся немного эсхатологии. Եվ նույնպես, երբ որ հաջորդ շաբաթ անցնենք հռոմեացիների թղթի վրայով, մի քիչ կանդրադառնանք էլի վախճանաբանության թեմային։ Потому что Павел затрагивает, объясняя Евангелие, будущее Израиля. Որովհետև ավետարանի մասին զրուցելիս Պողոսը նաև այսպես հպվում է, Իսրայելի ապագայի թեմային։ И я решил вначале рассмотреть богословие, потом послание к римлянам. Ես որոշեցի սկզբից անենք աստվածաբանությունը, հետո նոր հռոմեացիների թուղթը ուսումնասիրենք։ Потому что послание римлянам это такие конфеты, которые нужно есть последние. Որովհետև հռոմեացիների թղթում կան այնպիսի քաղցրավենիքներ, որ պետք է վերցում ուտել։ Давайте рассмотрим доктрину об ангелах. Եկեք ուսումնասիրենք հրեշտակների մասին ուսմունքը։ Так, по идее, по идее, вы должны меня видеть. Տեսնում եք, եղբոր կիսված էկրանը այստեղ։ Да, я там где-то есть. И у нас будут слайды, краткий конспект на слайдах. Մենք ունենանք կարճ կոնսպեկտներ սլայդերով, որ ցույց կտա էկրանին եղբայրը։ Я вас ободряю что-то записывать. Ես ձեզ ուզում եմ քաջալերեմ, որ ինչ որ բան գրի առնեք, потому что в процессе обучения, чем больше задействованы наши различные чувства, тем больше мы запоминаем. Որովհետև ուսման ընթացքում ինչքան մեր տարբեր զգարանները ներգրավենք, այդքան ավելի լավ հետագայում կհիշենք։ Да. Но не переживайте, если какие-то, может быть, фразы или места вы не успели записать. Բայց մի անհանգստացեք, եթե այնպիսի արտահայտություններ լինեն կամ հատվածներ, որոնք դուք չեք հասցրել գրի առնել, у вас будет более полный конспект. Или несколько. Դուք մի կամ մի քանի էլի կոնսպեկտներ կունենաք։ Потому что я посмотрел свои заметки, когда я учился, других преподавателей. У меня есть достаточно материала для того, чтобы вы дальше могли углубляться в этой теме. Ես նայել եմ իմ այն ժամանակ, երբ որ ես էի սովորում, ուրիշ ուսուցիչների դասավանդություններից էլ կոնսպեկտներ ունեմ, որ ձեր համար ավելի հեշտ կլինի հետագայում սովորել եւ հիշել դրանք։ Я надеюсь, что вы прочитали материал по чтению, который
предоставит почву для размышлений, вопросов и обсуждений. Ես հույս ունեմ, որ դուք կարդացել եք արդեն այն նյութերը, որոնք որ պետք է կարդայիք, որոնք որ կհանդիսանան, հա, հող կպատրաստեն, որպեսզի դուք լավ հասկանաք այն, ինչ որ հիմա պետք է խոսենք։ Поэтому давайте перейдем к ангелологии. Եկեք անցնենք հրեշտակաբանությանը։ Наш единственный источник информации об ангелах — это каноническое писание. Մեր միակ աղբյուրը հրեշտակների մասին դա կանոնական գրություններն են։ И интересно заметить, что в Писании мы не видим такого прогрессивного развития библейского представления об ангелах. Ու մենք գրքի մեջ չենք տեսնում այսպիսի շարունակական զարգացող պատկերացում հրեշտակների մասին։ Мы видим, что Бог посылает просто ангелов в Писании, чтобы те укрепляли людей, обличали людей в грехах. Մենք տեսնում ենք Սուրբ գրքի մեջ, որ Աստված ուղարկում է հրեշտակներին, որպեսզի նրանք մարդկանց մխիթարեն, մեղքի մեջ հանդիմանեն, чтобы они подкрепляли святых, таких как Даниил. որպեսզի ամրացնեն, մխիթարեն, հաստատեն հա սրբերին, այնպիսի ինչպիսին օրինակ Դանիելն է, а также передавали видение пророкам. Եվ նույնպես նրանք փոխանցում էին տեսիլքներ մարգարեներին։ И в Библии мы то там, то здесь повсюду встречаемся с ангелами. Եվ Աստվածաշնչի մեջ մենք բոլոր հատվածներում, այսպես ասած, հանդիպում ենք հրեշտակների։ И поэтому мы не можем, читая Библию, выделить, что ангелы, ну, просто присутствуют только в одном каком-то определенном периоде библейской истории. Դա համար մենք չենք մտածում, որ հրեշտակները ուղղակի Աստվածաշնչյան պատմության ինչ որ կոնկրետ ժամանակահատվածում միայն գոյություն ունեն։ Читая Ветхий Завет, ангел упоминается около 200 раз в 17 книгах Ветхого Завета. Եթե մենք կարդանք 5 կտակարան, ամբողջ 5 կտակարանով մեկ մոտ 17 գրքերից հավաքված 200 անգամ հիշատակում կա հրեշտակների մասին։ Первый раз они упоминаются в книге Бытие 3:24, когда люди изгнаны из Эдемского сада. Առաջին անգամ դրա հիշատակումը ունենք Ծննդոց գրքի 3:24-ում, երբ որ մարդիկ վտարվում են Եդեմական պարտեզից։ И мы можем читать множество различных эпизодов встреч людей с ангелами на протяжении всего Писания Ветхого Завета. Մենք կարող ենք ամբողջ 5 կտակարանի գրությունների ժամանակաշրջանում տարբեր առիթներով կարողանում ենք տեսնել հրեշտակների հետ առերեսումներ մարդկանց։ Например, Бог посылает 2 ангелов для того, чтобы предупредить и в конечном итоге спасти Лота от гибели. Օրինակ երկու հրեշտակների Աստված ուղարկում է, որպեսզի Ղովտին զգուշացնեն Սոդոմի ու Գոմորի գալիք, հա, այդ կործանման մասին։ Ангел был послан в свое время перед народом израильским, чтобы прогнать прежних обитателей ханаанской земли. Հրեշտակ ուղարկվեց Աստծո կողմից իսրայելացիների առաջից քայլելու համար, որպեսզի նա վտարի Քանանի երկրի նախկին բնակիչներին այնտեղից։ И также, когда народ Божий уже поселился в земле, Бог посылал ангелов, чтобы они обличали народ в грехах. В книге Судей 2 глава. Եվ երբ որ արդեն ժողովուրդը մտել էր Քանանի երկիր, դատավորած գրքում կարդում ենք, որ Աստված հրեշտակ է ուղարկում մարդկանց մեղքի մասին զգուշացնելու համար։ Также мы, читая книгу Даниила, встречаем ангелов. Եվ նույնպես մենք Դանիելի մարգարեությունը կարդալիս ենք հանդիպում հրեշտակների։ Мы видим их имена: Гавриил, Михаил. Մենք տեսնում ենք իրենց անունները այնտեղ, Գաբրիելը, Միքայելը։ И книга пророка Захария, она пропитана ангелами. Եվ Զաքարիայի մարգարեի գիրքը, որ ուղղակի հագեցած է հրեշտակների մասին հիշատակումներով։
И также мы видим в Новом Завете около 200 раз упоминается ангелы. Եվ եւ նույնպես նոր կտակարանում մենք մոտ 200 անգամ տեսնում ենք հրեշտակների մասին հիշատակումներ։ Мы видим, что ангелы... Так, сейчас добавлю Мгм. студента. Мы видим, что ангелы упоминается и возвещает про приход Спасителя. Մենք նոր կտակարանում տեսնում ենք, որ հրեշտակը հայտնվում է եւ փրկչի գալուստի մասին ավետիս է տալիս։ Перед своим началом служения, когда Иисус был искушаем в пустыне, ангелы служили ему. Իր ծառայության սկզբում, երբ որ Հիսուսը փորձվում էր անապատում, հրեշտակները ծառայում էին իրեն։ Перед страданиями, когда Иисус молился в Гефсимании, ангел упоминается. Եվ նաեւ երբ որ չարչարանքների ժամանակ Հիսուսը Գեթսեմանիում էր, այնտեղ էլ ունենք հրեշտակի մասին հիշատակում։ И также в повествовании о воскресении Христа ангел участвует. Եվ նաեւ Հիսուսի ավետարանի այդ ուղերձի տարածման մեջ էլ էլի հրեշտակները մասնակցում են։ Деяние, первая глава при вознесении, ангелы также являются. Եվ Գործք առաքելոց առաջին գլխում, երբ որ Քրիստոսը համբարձվում է, այնտեղ էլ ունենք հրեշտակների մասին հիշատակում։ И Христос, когда учил о будущих событиях, Матфея 25 глава, ангелы будут участвовать во время второго его прихода. Եվ երբ որ Մատթեոս 25-ում Քրիստոսը գալիք բաների մասին խոսում է, մենք այդտեղից տեսնում ենք, որ հրեշտակները նաև ներգրավվածություն կունենան Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակվա այդ իրադարձություններին։ В Деяниях мы видим, что ангел освобождает Петра как минимум дважды. Մենք Գործք առաքելոցում տեսնում ենք, որ ամենակիչը 2 անգամ հրեշտակը Պետրոսին ազատ է արձակում։ И ангел также побудил Корнилия искать апостола, чтобы тот услышал Евангелие. Նաև Կորնելիոսին արթնացրեց, որպեսզի հրեշտակը, որպեսզի ման գա առաքյալին։ Мы видим в Деяниях утверждается, что ангел убил Ирода Агриппу первого. Մենք նաև տեսնում ենք, որ հրեշտակը Գործք առաքելոցում սպանում է Հերովդես Ագրիպասին։ Также ангел ободрял, укреплял апостола Павла на пути в Рим. Նաև հրեշտակը քաջալերում էր նրան, ամրացնում էր Պողոս առաքյալին, երբ որ նա գտնում էր իր դեպի Հռոմ ճանապարհորդության մեջ։ И ангел, мы читаем в Деяниях апостолов, Филиппа привел к Евнуху. Եվ մենք նաև տեսնում ենք, որ Փիլիպոսին հրեշտակը բերեց ներքինու մոտ։ И также мы можем увидеть в книге Откровения более 70 раз упоминаются ангелы. Եվ մենք տեսնում ենք նաև հայտնության գրքում, երբ որ 70-ից ավել հիշատակություններ կան հրեշտակների մասին։ И, конечно, нам нужно учитывать, когда мы рассуждаем об ангелах, непосредственное свидетельство Христа. Նաև երբ որ մենք հրեշտակների մասին ենք փորձում սովորել, պետք է անպայման հաշվի առնենք Քրիստոսի վկայությունը։ Иисус Христос рассматривал ангелов как настоящих реальных существ. Հիսուս Քրիստոսը դիտարկում էր հրեշտակներին որպես իրական գոյություն ունեցող էակների։ Поэтому тут возникает такой практический вопрос, когда люди задаются, а есть ли ангелы или нет, какие у нас варианты. Եվ այսպեսով մեզ մոտ երբ որ հարց է առաջանում մարդիկ, երբ որ հարց են առաջադրում իրականում գոյություն են հրեշտակները թե ոչ, մեր մոտ ինչ տարբերակներ կան։ Ну, один из вариантов, Христос сам был обманут, он не знал правды, и поэтому просто верил в ангелов. Առաջինը դա այն է, որ Քրիստոսը հենց ինքը ուղղակի խաբված էր եւ հավատում էր հրեշտակների գոյությանը։ Или же он намеренно обманывал. Երկրորդ տարբերակը, որ ինքը հատուկ խաբում էր,
Или, по крайней мере, говорил о них, ну, в каком-то переносном смысле. Կամ էլ գոնե ամենակիչը իրենց մասին խոսում էր այլաբանական, հա, դարձվածքային իմաստով։ И мы видим, что ну, Христос всегда старался исправлять неправильное мнение или неправильные традиции. Մենք տեսնում ենք, որ Քրիստոսը միշտ փորձում էր սխալ պատկերացումները, схал ավանդությունները շտկել։ И мы понимаем, что некоторые из ссылок на ангелов, ну, просто невозможно их объяснить каким-то просто переносным аллегорическим смыслом. Մենք տեսնում ենք, որ Հիսուսի ուսուցումներում հրեշտակների մասին հղումներից որոշները անգամ հնարավոր չի ուղղակի այլաբանական կերպով բացատրել։ Поэтому первые два варианта просто невозможны с точки зрения христологии. Առաջին երկու տարբերակները ուղղակի անհնար են քրիստոսաբանական տեսանկյունից։ Христос не может быть обманут и намеренно обманывать. Քրիստոսը չի կարող լինել խաբված եւ հատուկ խաբել։ Даже не намеренно обманывать. Անգամ առանց մտածելու թեկուս։ Կմտածված թե անմտածված հնարավոր չի որ Քրիստոսը խաբի։ Поэтому мы с вами верим и утверждаем, что Христос говорил истину, и его слова были записаны абсолютно верно. Եվ մենք հավատում ենք, որ Քրիստոսը բացարձակապես ճշմարտություն էր խոսում եւ իր խոսքերը գրանցված են ավետարաններում ճշմարտապես։ Поэтому я думаю, это самый простой и самый сильный аргумент относительно того, в пользу существования ангелов. Դրա համար ես մտածում եմ, որ սա ամենաուժեղ փաստարկներից մեկն է հրեշտակների գոյության վերաբերյալ։ Ну, это как шах и мат в два хода. Мы верим, что Писание Божье откровение, Иисус Христос говорил правду. Սա որպես հա դիտվում է շախ եւ մատ երկու քայլից, առաջինը մենք հավատում ենք, որ Աստվածաշունչը Աստծո խոսքն է եւ Հիսուսը հավատում ենք, որ սովորեցրել է դա։ Но также мы знаем, что понятие об ангелах присутствует в других нехристианских религиях. Մենք гիտենք, որ հրեշտակների մասին գաղափար նաև գոյություն ունի այլ կրոններում, քրիստոնեությունից տարբեր։ В мифологии практически всех древних народов говорится о подобных существах. Համարյա բոլոր հին ժողովուրդների միֆոլոգիաների մեջ խոսվում է հրեշտակների մասին։ Вавилонская мифология описывает их как богов, которые передавали весть от богов людям. Բաբելոնական առասպելաբանությունը խոսում է հրեշտակների մասին որպես աստվածներից դեպի մարդկանց, հա, ինչ որ գաղափարներ հասցնող։ И римская и греческие мифологии говорят о своих там джинах, полубогах, фавнах, нимфах, наядах и так далее. Եվ հունական, հռոմեական առասպելաբանություններն էլ էլի խոսում են տարբեր այսպիսի հոգևոր էակների մասին, հրեշտակներ, ջիներ եւ այլն, տարբեր անուններով կոչված այսպիսի հոգևոր էակներ, որոնք փոխանցում են աստվածների պատգամները։ Поэтому ну, древняя мифология, она представляет собой не что иное, как отдаленные и нечеткие отголоски той общей первозданной информации, которой обладало человечество. Եվ ինչ են իրենցից ներկայացնում հին այս հեթանոս ժողովուրդների առասպելաբանությունները, դրանք իրենցից ներկայացնում են ճշմարտությունից այսպես հեռացած, հա, խավարած մշուշոտ պատկերացում, որ սկզբնականում մարդը ուներ արարչագործությունից։ И также нам следует сказать относительно понимания ангелов на протяжении веков в контексте христианства. Նաև մենք ունենք գաղափար հրեշտակների մասին տարերի ընթացքում, հա, քրիստոնեական համատեքստի մեջ խոսելիս։ На протяжении веков об ангелах всегда отзывались достаточно
здраво, среди богословов не было больших разногласий. Տարերի ընթացքում աստվածաբանների մոտ մեծ այսպիսի կտրուկ տարակարծություններ չեն եղել հրեշտակների վերաբերյալ եւ նրանք համեմատաբար միակարծիք են եղել նրանց մասին. Поэтому возникает вопрос, почему же сегодня мы наблюдаем такое неосторожное и порой даже легкомысленное обхождение с данным учением. Դրա համար առաջանում է հարց, թե ինչու մեր ժամանակներում մենք հանդիպում ենք այսպիսի թեթևամտության ու անլուրջ վերաբերմունքի այս վարդապետության հրեշտակաբանության վերաբերյալ. И отчасти нежелание людей сегодня говорить на эту тему, оно связано с чрезмерным преувеличением важности ангелов и бесов в период Средневековья. Պատճառներից մեկն այն է, որ միջնադարում հրեշտակների եւ դևերի գործառույթները, դերակատարությունները չափի շատ ուռճացված են նկարագրվել. Когда каждое событие, плохое, хорошее, тут же приписывалось, собственно, либо ангелам, либо бесам. Դա այն ժամանակաշրջանն էր, երբ որ ցանկացած իրադարձություն կլինի լավ թե վատ, անպայման վերագրվում էր ինչ որ հոգևոր էակների уժերին, կամ հրեշտակային, կամ դիվական. Поэтому даже в русском языке есть такая фраза, люди говорят иногда, бес меня попутал. Ռուսայանում էլ էսպիսի արտահայտություն կա, որ դևը ինձ շփոթեցրեց. Поэтому такие идеи иногда присутствуют в культуре многих народов. Դրա համար մենք տեսնում ենք, որ տարբեր ժողովուրդների մշակույթներում մնացել են այս միջնադարյան ներդրումները. Живопись Римской католической церкви приукрашивала ангелов. Կաթոլիկ եկեղեցու այդ պատերի նկարազարդումները, եկեղեցիներին հանդիպող պատերի նկարազարդումները շատ հրեշտակների պատկերներ ունեն. И в то же самое время она изображала горгульи, изображение бесов в уродливой форме человека или животного. Նաև այդ պատերի գեղանկարչության մեջ օգտագործում էր այսպիսի մի կերպար դիվական, որը նման էր եւ մարդու եւ կիսովչափ նման էր կենթանու. И украшала ими купола соборов и храмов. Եվ այս պատկերը զարդարում էր տաճարների այդ վերևի գմբեթները ներսի հատվածից, նկարում էին գմբեթների այդ ներսի հատվածից առաստաղների վրա. Может быть, такая идея для протестантской церкви, что-то такое повесить. Կարելի է բողոքական եկեղեցիների վրա էլ այդպիսի մի միտք, առաջ տանել եւ կախել այդպիսի մի առաստաղ. Но таким образом католическая церковь, она пыталась напомнить людям, что единственная защита от этих сил зла может быть только внутри церкви. Եվ կաթոլիկ եկեղեցին դա անում էր ցույց տալու համար, որ այսպիսի հոգևոր չարություններից պաշտպանություն հնարավոր է միայն եկեղեցու ներսում. А другие богословы, они занимались такими уже странными философскими рассуждениями. Այլ աստվածաբաններ զբաղվում էին արդեն կարելի ասել տարօրինակ աստվածաբանական մտորումներով, դատողություններով. И поэтому они, например, пытались доказать или опровергнуть, какое количество ангелов может находиться в определенном месте в одно и то же время, например, на кончике иголки. Նրանք վիճում էին արդեն իրար հետ, թե մոտավորապես քանի հրեշտակ կարող է միաժամանակ նույն տեղում գոյություն ունենալ, ներկա լինել. օրինակի համար
ասեղի գլխիկի վրա։ Если вы думаете, что это будет тема вашей курсовой работы, нет, не будет. Եթե դուք մտածում եք, որ սա ձեր կուրսային աշխատանքի մեջ որպես տնային աշխատանք կլինի, ոչ, դա չի մտնելու ձեր աշխատանքի մեջ։ И с другой стороны, материализм, он также повлиял на тот факт, почему ну, много людей сегодня как-то эту тему обходит стороной. Հաջորդ բանը դա այս նյութապաշտությունն է, որ մարդկանց ստիպում է ուղղակի շրջանցել հրեշտակաբանության թեման։ Поэтому если в средние века в католицизме все, что происходит, это чуть ли все из-за ангелов, Այսինքն ստացվում է, որ եթե միջնադարյան կաթոլիկության մեջ ինչ որ պատահում էր, գրեթե ամեն ինչ որ պատահում էր, э, հրեշտակների միջոցով էր արվում, то с точки зрения материализма он пытается все объяснить естественными процессами и первопричинами. այս դեպքում արդեն նյութապաշտական տեսանկյունով ամեն ինչ փորձ է արվում բացատրել բնական հա դեպքերի բնական զարգացումով, ոչ հոգևոր էակների ներգրավվածությամբ։ Вот что говорит богослов неортодокс Рудольф Бультман. Ռուդոլֆ Բոլտմանը նեոօրթոդոքս, տեսեք ինչ հայտարարություն է անում։ Он говорит, цитирую. Теперь, когда были открыты тайны стихий и законов природы, нам не следует более верить в злых и добрых духов. Տեսեք ինչ արտահայտություն է անում։ Ասում է, քանի որ հիմա այժմ մեզ արդեն բնության օրենքները եւ բաների, հա, բնական երևույթների առաջնային պատճառները արդեն բացված են, մենք էլ պատճառ չունենք հավատալու հոգևոր էակներին, հրեշտակներ կամ չար, հա, հոգեղեն էակներին։ Ведь невозможно пользоваться электрическим светом, беспроводной связью, благами современной медицины и хирургических достижений. Ведь невозможно. Да, невозможно пользоваться электрикой, беспроводной связью, благами современной медицины и хирургических достижений. Հա, որովհետև այս դեպքում արդեն չեն կարող օգտագործել հա լույսի անջատիչները, որ մարդիկ մտածել են ժամանակակից բժշկության այդ սարքավորումները գիտության զարգացման հետ կապված ոչ մի բան էլ չեն կարող օգտագործել։ И в то же самое время верить в существование мира духов и чудес, описанного на страницах Нового Завета. Մենք չենք կարող դրանք անել եւ նույն ժամանակ, հա, միաժամանակ հավատալ հոգեղենեակներին, դևերին, որոնք որ նկարագրված են նոր կտականի էջերին։ Ну, вот такой у него интересный взгляд относительно того, как мы должны смотреть на упоминание ангелов в Библии. Դա այսպիսի հետաքրքիր տեսակետ ունի, հա, թե ինչպես մենք պետք է վերաբերվենք նոր կտակարանի հրեշտակների մասին հիշատակումներին։ Другими словами, ну, человечество было в таком детском состоянии и, условно говоря, верило в Деда Мороза. Ստացվում է, որ մարդկությունը ուղղակի գտնվում էր մանկական կարգավիճակում եւ ինչպես մանուկը հավատում էր ձմեռ պապիկի գոյությանը։ А сейчас дети выросли и понимают, что это был папа. Եվ հիմա ստացվում է, որ երեխաները մեծացել են եւ հասկանում են, որ դա հայրիկն էր ուղղակի ձմեռ պապիկի շորերով։ Плюс еще следует сказать относительно оккультизма. Նաեւ արժի հիշատակում անել օկուլտիզմի հետ կապված։ Этой проблемы нет в Армении, да? Այդ խնդիրը չկա, չէ, Հայաստանում։ Ստեղից է տարածվել։ Брат говорит, отсюда вышло это.
Отсюда. А, не думаю. Եմ կարծում։ Я читал, когда-то давно я преподавал английский одной девочке. Վերջերս ես մի աղջկա դասավանդում էի անգլերեն И ее мама, она в друзьях у меня на Фейсбуке. եւ իր մայրը իմ Facebook-յան ընկերների ցուցակում էր И она, судя по ее постам, последнее время она ударилась в оккультизм. եւ արդեն կարծես վերջին ժամանակներում նա սկսել էր զբաղվել օկուլտիզմով։ И поэтому она гадает на этих картах Таро или Դրա համար еще ասում какие-то եմ практики делает. գուշակությունները տարոյի կարտերով եւ նմանատիպ էլի ինչ որ փորձառություններ ունի։ И она в 2022 году оказалась она была там где-то в Верпене или в Буче, когда русские стали заходить со стороны Беларуси и шли на Киев. Ու նա 2022-ին հայտնվեց մի հատվածում, որտեղից Բելարուսի, Ну да. որտեղից Բելարուսի միջոցով արդեն մարդիկ անցնում էին Ուկրաինա, Կիև, И она не знала, что делать, ей нужно бежать или оставаться. ու այդ պայն ինքը չէր իմանում ինչ անի, փախնի թե մնա։ И поэтому ну, она написала в посте, что я разложила карты и решила, что надо ехать. Եվ նա իր Facebook-յան գրություններում գրեց, ես տարոյի կարտերը բացել եմ եւ որոշել եմ ըստ դրանց ուղղորդմամբ, հա, գնալ արդեն։ И ей карты показали, что надо ехать. Եվ այդ խաղաթղթերը ցույց էին տվել, որ պետք է գնալ։ Ну, я, конечно, рад, что она сохранила свою жизнь. Ես իհարկե ուրախ եմ, որ նա կարողացավ պահպանել իր кյանքը, Но определение своей ну, судьбы или воли Божией таким образом, это очень странная методология. բայց ճակատագրի որոշման կամ Աստծո նախախնամության կամքը իմանալու համար դա բավականին տարօրինակ մեթոդ է։ И вот это внимание к сегодня к оккультным вещам, оно тоже ну, пробуждается ну, в нашей стране, на Украине. Եվ վերջի ժամանակներում այդ օկուլտիզմին հակումը մեր երկրում էլ Ուկրաինայում էլ տարածվում է։ У нас археологи находят места языческих поклонений. Մեր մոտ հնեաբանները գտնում են հատվածներ, որոնք որ եղել են հեթանոս, հա, այդպիսի կրապաշտական վայրեր։ И я беседовал с одним из язычников, которые ну, пытаются возродить эти языческие культы. Ես մի հեթանոսի հետ էի խոսում, ով փորձում էր վերակենդանացնել այդ հեթանոսական պաշտամունքները, ծեսերը։ И поэтому, беседуя с одним язычником, он мне сказал, все проблемы в Украине, которые мы имеем, это потому что мы ушли от язычества и перешли в христианство. Եվ այս հեթանոսն ինձ ասում էր, որ Ուկրաինայի բոլոր խնդիրների պատճառը այն է, որ Ուկրաինան հեռացավ հեթանոսությունից եւ ընդունեց քրիստոնեությունը։ Поэтому среди многих людей сегодня наблюдается нездоровый интерес к потусторонним вещам. Այսպիսի բաների պատճառով շատ մարդկանց մոտ անառողջ հետաքրքրություն է առաջացել այսպիսի կողմնակի բաների նկատմամբ։ Я помню, как одному человеку рассказывал, как Бог через свое провидение побеспокоился обо мне. У меня не было, закончились деньги, и один человек, которому я
помог, он дал мне в руки, когда мы прощались, $10. Մի անգամ, երբ որ ես գտնվում էի վատ նեղ ֆինանսական կարգավիճակում, մեկը ում ես օգնել էի, Աստված այսպիսով հոգաց իմ մասին, որ երբ որ մենք արդեն բաժանվում էինք, ես պետք է գնայի, իմ ձեռքերի մեջ $10 դրեց։ И он выслушал эту историю и сказал, это точно был ангел Божий. Եվ երբ որ ես պատմում էի այս մեկին այդ պատմության մասին, նա երբ որ лесեց, ասաց, դա Աստծո հրեշտակի գործն է։ Но он был француз. Նա ֆրանսիացի էր։ Он не знал адреса, я ему помог найти церковь, которую он искал. Ինքը հասցեի հետ կապված խնդիր ուներ, եկեղեցին էր ման գալիս, ես օգնեցի, որպեսզի գտնի։ Но, подводя итог этому видению, мы должны серьезно отнестись к здравому учению Писания на тему истинной природы ангелов и бесов. Ամփոփելով մեր այս ներածությունը կարելի ասել, որ մենք պետք է լուրջ վերաբերվենք նոր կտակարանյան այդ հիշատակումներին, հրեշտակների եւ դևերի մասին։ И нам следует рассмотреть ключевую терминологию, которая касается тех терминов, которые используются для определения ангелов. Մենք պետք է նաեւ նայենք այն տերմինները, որոնք որ օգտագործված են Աստվածաշնչում նկարագրելու համար հրեշտակներին։ В Ветхом Завете используется часто слово, которое у вас на слайде, мелех, если не ошибаюсь, переводится как вестник. Ինքնականում օգտագործվող այդ բառը, որը վերաբերում է հրեշտակներին, ավետաբեր, հա, ավետիսը փոխանցող, եբրայերենից մալախ, И поэтому основное значение данного слова это тот, кто послан. Բառի հիմնական միտքը այն է, որ մեկը ով ուղարկված է։ Поэтому как божественный посланник ангел представляет собой небесное существо, на котором лежит божественное поручение с определенной миссией. Այն իրենից ներկայացնում է էակ, ով երկնային է, Աստծուց ուղարկված, կոնկրետ որոշված առաջադրանքի համար։ Поэтому он говорит и действует вместо того, кто послал его. Նա խոսում է եւ գործում է, հետեւաբար նրա դեմքով, նրա կողմից, ով իրեն ուղարկել է։ И этот термин в Ветхом Завете встречается 103 раза. Այս տերմինը հիկտականում 103 անգամ օգտագործվում է։ Но нам нужно понимать, что сам термин не означает, что всегда, когда он используется, всегда он обозначает ангела. Մենք ինչ պետք է հասկանանք, որ միշտ չէ, որ երբ որ այս տերմինը օգտագործված է, վերաբերվում է հրեշտակին։ Рассматривая еврейский текст, мы можем видеть, что данный термин также применяется и по отношению к людям. Մենք տեսնում ենք, որ տեքստում հրեական այս տերմինը օգտագործվում է նաև մարդկանց վերաբերյալ խոսելիս։ В значении посланника, представителя. Որպես ուղարկված, հա, ներկայացուցիչ իմաստով։ Но также мы видим, речь идет о великих духовных существах, используя этот термин. Բայց մենք տեսնում ենք նաև, որ խոսվում է մեծ հոգևոր էակների մասին, երբ որ օգտագործված է այս տերմինը։ И также заслуживает внимания в Ветхом Завете фраза «ангел Господь». Նաև արժանի հիշատակում է 5 կտակարանից այս արտահայտությունը Աստծո հրեշտակը, Տիրոջ հրեշտակը ավելի ճիշտ։ Поэтому есть дискуссия относительно того, кто этот ангел Господень. Դրա համար կա որոշակի զրույց, թե ով է, ինչ է այդ ինքնությունը այդ Տիրոջ հրեշտակի։ Но становится очевидным, что этот ангел Господень отличается от всех других ангелов.
Բայց մի բան հայտնի է դառնում, որ այդ տիրոջ հրեշտակը մնացած հրեշտակներից տարբերվում է։ Мы читаем о том, что он обладает характеристиками Бога. Մենք տեսնում ենք, որ նա ունի Աստծո հատկանիշները։ Он принимает поклонение. Նա ընդունում է երկրպագություն, Он говорит от первого лица как Бог. նա առաջի դեմքով է խոսում, ոնց որ Աստված կխոսեր։ И поэтому многие богословы склоняются о том, что это является христологическим титулом. Դրա համար շատ աստվածաբաններ հակված են այն կարծիքին, որ տիրոջ հրեշտակը ինքը կոչում է իրականում, որը վերաբերում է Քրիստոսին։ Поэтому речь идет о предвоплощенном явлении Христа на землю до своего прихода для спасения человечества. Դրա համար ստացվում է, որ սա Քրիստոսի նախամարմնավորման տեսարանների մասին է խոսում, երբ որ նա մինչև մարմնով գալը փրկագնության համար եկել է երկիր։ И рассматривая христологию, вы должны были обсуждать эту тему. Երբ որ քրիստոսաբանություն եք ուսումնասիրում, պետք է որ այս թեմային հպված լինեք։ Обычно тех преподавателей, которые я встречал, 99% согласны, что это предвоплощенный Христос. 99% դասավանդողներին ում ես ճանաչում եմ, գիտեմ, որ նրանցի 99%-ը վստահ է, որ դա նախամարմնավորված Քրիստոսն է, երբ որ ասում է Տիրոջ հրեշտակ։ Но у меня есть один друг, преподаватель, который считает, что ангел Господень это не может быть Христос. Ես ունեմ մի ընկեր, դասավանդող էլի, ով ասում է, որ հնարավոր չի Տիրոջ հրեշտակը լինի Քրիստոսը։ И его аргумент заключается в том, что если это был Христос, и он таким образом приходил на землю, то это как-то уменьшает значимость воплощения Иисуса Христа. Նրա փաստարկը հետևյալն էր, որ եթե դա նախամարմնավորված Քրիստոսն էր, դա այսպես ասած ցածրացնում է այդ կարևորությունը, արժեքը, նշանակությունը, հա, մարմնավորման։ И поэтому он считает, что это не Христос. Դրա համար մտածում եմ, որ դա Քրիստոսը չէր։ Ну, я полагаю, что все-таки Христос являлся до своего воплощения и активно участвовал в истории от начала сотворения. Ես մտածում եմ, որ Քրիստոսը հայտնվել է իր մարմնավորումից առաջ եւ մասնակցել է պատմությանը առաջագործությունից սկսած։ И ангел Господень, вот у вас на слайде, вы видите, являлся разным людям. Մենք տեսնում ենք, որ այս Տիրոջ հրեշտակը սլայդի մեջ կարող եք տեսնել, որ հայտնում է տարբեր մարդկանց։ Агар, Моисей, Гедеон, Маной, Захария. Հագարը, Մովսեսը, Գեդեոնը, Զաքարյան, Միսիանը չեմ հիշում հայրեն։ И мы видим также отличие от Господа, этого ангела Господня. Մենք նաև տեսնում ենք Տիրոջից այսպես ասած տարբերություն, հա, ինչով է Տիրոջից տարբերվում հրեշտակը։ Ну, другими словами, это показывает нам, что это не Бога явление. Այլ խոսքերով ասած, սա աստվածահայտություն չէր այն իմաստով, որ հենց հայրը չէր, առանձին անձ էր։ И мы также видим его отождествление с Христом. Եվ մենք տեսնում ենք նաև նմանությունը իր Քրիստոսի հետ։ И мы видим, что после воплощения этот ангел, он также не может быть ни отцом первой личностью Троицы, ни Духом Святым. Մենք տեսնում ենք մարմնացումից հետո, որ այն չի կարող լինել առաջին դեմքը երրորդության հայրը կամ երրորդ դեմքը երրորդության Սուրբ Հոգին։ Ключевые термины в Новом Завете. Բանալի տերմինները նոր կտակարանում։
Ангелос, греческое слово, Հունարենից անգելոս, встречается 175 раз в Новом Завете. սկոլկը 175. 175 անգամ նոր կտականում հանդիպում է այս տերմինը։ Но по отношению к людям используется всего лишь 6 раз. Բայց երբ որ այս տերմինը օգտագործվում է մարդկանց հարաբերակցությամբ, խոսում է դրա մասին ընդամենը 6 անգամ։ 6. Ահա։ Может быть больше. Հնարավոր է մի քիչ ավել 6-ից։ Ну, я подумал, так, интересно, есть по отношению к людям, ага, раз, два, три, Հեսա եղբայրը մանգա։ 4. Ну, почему я подал сомнению это утверждение, поскольку есть ангел церквей в книге Откровения, 2-3 глава. Ինչի համար մի քիչ կասկածի տակ դրեցի ես ասածս, որովհետև հայտնության 2-րդ գլուխներում հիշատակում կա եկեղեցու հրեշտակների մասին։ И я бы рассматривал слово ангел именно Откровение 2-3 главы как обращение к представителю церкви, которые пришли к Иоанну. Եվ ես կդիտարկեի այդ հրեշտակ բառերը, երբ որ հանդիպում է 2-րդ գլուխներում հայտնության, որպես եկեղեցու առաջնորդներ, որոնք որ մոտեցել էին Հովանեսին։ И почему я утверждаю, что речь идет о людях, так как в первой главе Откровения мы видим, что книга Откровения представляет собой откровение, которое Бог Отец дал своему Сыну. Ինչի համար եմ տենց ասում, որովհետև առաջին գլխում տեսնում ենք, որ Հովանեսի հայտնություն է, որ Աստված տվել է իր որդուն։ А Сын уже дал это откровение Иоанну, чтобы ну, Божий народ знал волю. Եվ այդ հայտնությունն էլ Աստծո տվել է Հովանեսին, որպեսզի Աստծո ժողովուրդը իմանա Աստծո կամքը։ И мы понимаем, что Иоанн, в свою очередь, передает это послание 7 церквям, 7 представителям. Եվ մենք հասկանում ենք, որ Հովանեսն էլ իր հերթին տալիս է 7 եկեղեցիներին, 7 եկեղեցիների ներկայացուցիչներին այդ հայտնությունը։ Поэтому, если это именно ангелы, сотворенные Богом, то очень странная картина получается. Դրա համար եթե դրանք այդ հրեշտակները Աստծո կողմից ստեղծված այդ հոգիներն են, շատ տարօրինակ պատկեր է ստեղծվում։ Божий Сын дает откровение Иоанну, чтобы Иоанн сказал ангелу Божьему, чтобы тот сказал поместной церкви. Ասում որ Աստծո որդին տվել է այդ ուղերձը Հովանեսին, որ Հովանեսը տա հրեշտակներին, հրեշտակները տան եկեղեցիներին։ Ну, легче просто сказать ангелам тогда было бы. Ավելի հեշտ է ուղղակի ասել հրեշտակներին։ Но поэтому там 7 церквей, 7 посланников уже, поэтому у меня есть проблема с этой математикой. Դրա համար քանի որ 7 եկեղեցիներ ունեն այդ հրեշտակները, իմ մոտ մաթեմատիկայի հետ կապված այդտեղ խնդիր առաջացավ, երբ որ ասեց 6։ Но если мы откроем Евангелие от Матфея 11:10. Եթե մենք բացենք Մատթեոս 11:10, Так, я так поставил. Сейчас, секундочку. Что там он сказал? Так, 11:10. Не читать по-армянски։ Да, пожалуйста. Որովհետև Սանայում մասին գրված է, ահա ես իմ падգամավորին կուղարկեմ քո երեսի առջևից, որ քո ճանապարհը քո առջև պատրաստի։ Да, речь идет о Иоанне Крестителе. Խոսքը Հովանես Մկրտչի մասին էր այստեղ։ Который приготовит. И это посланник. Ով կպատրաստի, հա, Հովանես Մկրտիչը հենց այդ ուղարկվածն էր։ И есть еще места Луки 7:24 и 9:52. Նաև կա Ղուկասի ավետարանից 2 հատված։
Будем читать эти места? Не будем. Окей. А, ну, также термин ангел используется по отношению к великим духовным существам. Նաև հրեշտակ տերմինը օգտագործվում է մեծ հոգևոր էակների մասին խոսելիս։ Кроме таких прямых терминов, в Библии есть еще термины, которые используются в Ветхом Завете и в Новом Завете, которые указывают на ангелов. Բացի սրանից հին ու նոր կտակարաններում կան էլի տերմիններ, որոնք որ մեզ ուղղում են դեպի հրեշտակների կողմը։ Поэтому в Ветхом Завете мы видим термин «сыны Божьи». Դրա համար մենք հին կտակարանում տեսնում ենք այսպիսի արտահայտություն Աստծո որդիներ։ У вас примеры и утверждения отрывков тоже на слайде сейчас есть эти. Мы Կան видим так բրդերը նախորդ սլայդի մեջ այդ հատվածների մասին։ утренние звезды, Առավոտյան աստղերը, святые, սրբերը, Псалом 88:6. Ну, ваша нумерация может отличаться, я забыл. У вас как в английской Библии, да? У вас какой псалом? 88:6 и 8. У нас как в английском, да. Ага. Поэтому будьте внимательны на псалмы и некоторые, может быть, отрывки из Даниила. Они отличаются в нумерации. В английском это какой, если будем читать? Сейчас это надо посмотреть. Եղբայրներ կարող է հիշեք մի անգամից մեր մոտ մի հատ հետ առուսենից թե առաջ է։ Ես չեմ հիշում։ Так, Ամոսները Սաղմոսները առաջա։ առաջ է։ То есть вы сказали 77? 88:6. Ну, я А, думаю, это 88, значит у нас 89. 9, наверное. Да. Да. 89. 9. Шестой стих. Да. 89:6, да. Да, քանի որ երկնքումով կարող է համեմատվել Տիրոջ հետ հզորների որդիների մեջ, ով է նման Տիրոջը։ Да, и разница в нумерации это из-за септуагинты. Եվ այս բացի գլուխների տարբերությունից կա նաև այս համարների բաժանումների թվերի տարբերություն, դա էլ արդեն 70-ից թարգմանության հետ է կապված։ Также термин воинство используется. Նաև զորք տերմին է այսպես օգտագործված։ Воинство или да, сон, армия. Զորք։ 40, да. Добро. И еще один термин это бодрствующие. Նաև հսկողներ, dead հայերենով ավելի շատ Աստվածաշնչում հանդիպում է։ В Даниила 4:10 упоминается бодрствующие и святые. Դանիել 4:10 սուրբ դետեր հիշատակում կա։ Стоит это определение в единственном числе, и мы видим, что тот же термин, но уже во множественном числе бодрствующих используется в 14 стихе. Այդ հատվածում եզակի դեմքով է գրված, բայց հետո ներքևում արդեն հոգնակին էլ է օգտագործվում դետերի մասին խոսելիս։ И, ну, в контексте мы понимаем, что речь идет об ангелах, которые были посланы в качестве наблюдателей. Մենք համատեքստից հասկանում ենք, որ խոսքը հրեշտակների մասին է, ովքեր որպես դետեր, հա, ուղարկված էին։ Их имя подразумевает особую бдительность. Իրենց անունը ենթադրում է արտասովոր згонություն։ Так. И мужи также используется этот термин по отношению к ангелам иногда. Նաև տղամարդիկ բառը օգտագործվում է հրեշտակների հետ կապված։
В Новом Завете также используются косвенные такие термины. Это слово пневматий, духи. Նոր կտականում պնևմա բառը, որ հոգի է նշանակում, դա էլ է օգտագործված հրեշտակների մասին։ И также слово Андрес, мужи, используется по отношению к ангелам тоже. Հունարենից անտրես բառն էլ, որ տղամարդիկ է նշանակում, օգտագործված է իր հրեշտակների հարաբերակցությամբ։ И еще один вариант косвенный, возможный, это слово святые. Մի հնարավոր բառ էլ կա, դա սրբերն է։ Ну, если мы сравним вот эти отрывки Матфея 25:31 и 1 Фессалоникийцам 3:13. Եթե մենք համեմատենք այս հատվածները առաջի Թեսաղոնիկեցիս 3:13, Մատթեոս 25:31-ը։ Так. Ну, есть, конечно, спорные моменты относительно, как мы уже говорили, терминологии ангел Господень или ангел Яхве. Կան իհարկե վիճաբանություններ հայացքների հետ կապված, Աստծո հրեշտակը կամ Յահվեի հրեշտակը տերմինի հետ կապված ընկալման։ Еще одним аргументом в пользу того, что речь идет о предвоплощенном Христе, это тот факт, что этот ангел Господень не появляется после воплощения. Նաև մի փաստարկել նրա օգտին, որ այս Տիրոջ հրեշտակը նախամարմնավոր Քրիստոսն էր, այն է, որ նոր կտականում մարմնացումից հետո այլևս նրա մասին հիշատակում չունենք։ И я уже говорил относительно ангела семи церквей. Есть Արդեն խոսել եմ 7 եկեղեցու հրեշտակների մասին։ причины и аргументы прийти к выводу, что речь идет о не божественных ангелах, а просто представителей церкви, которые пришли к Иоанну. Ես ասացի արդեն, որ այդտեղ խոսքը ոչ թե գնում է հոգևոր էակների մասին, այլ եկեղեցու առաջնորդների մասին, ովքեր մոտեցել էին Հովհաննեսին։ Ես մի հատ հարց ունեմ։ У брата есть вопрос? Да. Դասախոսը ասաց իր ոնց որ եղբայրներից մեկը ինչ որ ասում է որ մարմնավորումը հնարավոր չի, որովհետև նսեմացնում է Ոչ Քրիստոսի թե մարմնավորումը հնարավոր չի, այլ հնարավոր չի, որ Տիրոջ հրեշտակ արտահայտությունը վերաբերվի Հիսուսին։ Հա, էլի, հա, դա նկատի ունեի։ Okay. Իսկ կարանք օրինակի համար մի քիչ ուրիշ ձև էտի հասկանանք, որ Տիրոջ հրեշտակը նաև մտավ եւ Ասորեստանի բանակին ոնց որ 185,000 կործանեց։ Հիմա դասախոսը մտածում է, որ դա հնարավոր է Հիսուսն էր։ Ու ինչ ուզում ասեմ, եթե հա հասկանում ենք, որ մարդը չէր կարա տենց բան աներ, դա ուրիշ մարմին էր։ Ինչ պարտադիր է մի ձև մենակ մարմին ունենա Հիսուսը։ Կոնկրետ հարցը որն է, Հիսուսն էր, որ Ասորեստանի բանակին կործանեց։ Եվ դրանից հետո ասեց հա, եթե ասեց հա, հետեւաբար դա մի քիչ ուրիշ մարմին դուրս չի գալիս։ Okay. У брата такой вопрос. Касательно армии, который разрушил из ассирийцев ангел Господень. Вы помните это место? И у брата есть вопрос. Как вы думаете, это был Иисус в предвоплощенном состоянии? Если... ну, ладно, после вашего ответа задам второй. Ну, я не помню, что этот... Там ангел Господень используется термин? Եղբայր ասում է, ես չեմ հիշում, այդտեղ հաստատ օգտագործված է Տիրոջ հրեշտակ արտահայտությունը։ Հա։ Да. Ну, вполне возможно. Շատ հնարավոր է։ Я не имею с этим проблем. Ինքը դրա հետ կապված խնդիր չունի։ И непосредственно второй вопрос. Есть разница между телами? То есть в каком виде он пришел и делал это?
Мы же говорим, это предвоплощение, да? Да. Это какое небесное состояние или, ну, как вы понимаете это? Ну, часто то, что мы наблюдаем, когда ангелы, скажем так, вмешиваются в человеческую историю, они являются как юноши молодые. Տեսքի հետ կապած եղբայր ասում է, որ մենք տեսնում ենք շատ հաճախ երբ որ հրեշտակները մտնում են մարդկության պատմության մեջ, ավելի երիտասարդի կերպարանք ունեն։ Ну, и это одна из причин, так как один из терминов, также определяющих ангелов, как мы смотрели, это мужи. Դրա համար էլ տերմիններից մեկը, որ նկարագրում հրեշտակներին, ինչպես մենք արդեն տեսանք, դա տղամարդ մարդ արտահայտությունն է, հա։ Поэтому, возможно, это было, ну, проявление какой-то такой физической манифестации. Հնարավոր է, որ դրա համար էլ լինի այսպիսի ֆիզիկական հայտնության ֆիզիկական ինչ-որ կերպարանք։ Но за это утверждение умирать не буду, потому что текст вообще не говорит об этом. Բայց այս պնդման համար մեռնել պատրաստ չեմ, որովհետև այստեղ դրա մասին խոսք չկա։ Okay. Մենք Хован? Да. Դավջան դասախսին ասա նախ այդ արտահայտությանը շատ էի կարոտել, որ ինքը գիտի, որ չեմ մեռնի։ Հա? Չէ։ Ասիր Դավջան։ Հա? Թարգմանեմ էդի, ես թարգմանեմ։ Ահա, այդ որ չեմ մեռնի։ Брат говорит, что давно не слышал это вот выражение, я не готов за это умирать. Ну, это не мое личное, это я одолжил у другого богослова. Մենք անձնական արտահայտությունը չի, ուրիշ աստվածաբանից են վերցրել։ Ես Իրանը չեմ լսել, բայց այդ վստահ եմ Իրանն է մենակ սազում։ Իմ հարցը հետևյալն էր։ Մենք խոսելով այս հրեշտակաբանության մասին, այս քեզ տիրոջ հրեշտակի, այս ուզում եմ մի համար ասեմ դասախոսին հարցնեմ, արդյոք սա լավ արգումենտ չի, ելիցում է գրված 23-րդ գլխում, ես կարամ բանավոր սենց ասեմ, Դավջան, դու իրան թարգմանես, էլի, երբ որ այդտեղ ասում է քո արջևից մի հրեշտակ կուղարկեմ, ասում է նրանից գուշ եղիր, հնազանդվիր, եւ ասում է, որովհետեւ նա չի ների ձեր հանցանքները եւ վերջում էլ ավելացնում է, ասում է, որ իմ անունը նրա մեջ է։ Արդյոք այս ամեն ինչ երբ որ մենք տեսնում ենք ավելի սենց 100%-անոց արգումենտ չի դառնում, որ այս հրեշտակը հենց Քրիստոսն էր։ Որտեղ այդտեղ մենք ներելը մենք գիտենք, որ մենակ Աստված կարա ների։ Եվ ավելին ասում է, իմ անունը նրա մեջ է։ Մի տեսեք, էսի ինձ թվում է ամենալավ արգումենտն է, էլի, որ այդ քրիստոֆոնիայի մեջ կարելի է մտցնել։ У брата есть такой аргумент, он хочет узнать, это хороший аргумент или нет, ну, ваше мнение. Там говорится 23 глава Исхода, говорится об ангеле Господнем, который умеет прощать грехи, и там говорится о том, что имя Господа в нем, и он будет сопровождать народ. Не является это хорошим аргументом для того, чтобы мы принимали это за Христа, это явление ангела Господня. Я, по-моему, об этом уже говорил. Да. Դրա մասին արդեն խոսել է, այո. Да, это хороший текст, я согласен. Это... Շատ լավ տեքստ է, дրա համար հենց ինքը համաձայն է այդ փաստարկի հետ։ Ты говорил, что это Христофания, я даже на твоем языке слышал. Ու ասած այդ ովնան ախպեր, որ հայրենով ասում է, այդ տերմինից էլ հասկացել է։ Всё, спасибо. Да, Брат увидим. Вячеслав, если можно, у меня тоже вопрос. Да, пожалуйста. Спасибо. Брат Исаия, если можно, я на русском спрошу. Конечно. Переведи на армянский. Спасибо. Брат Вячеслав, из имен название ангелов, тут есть еще и сыны Божьи, да?
в Бытие, 6 главе, когда говорится, сыны Божьи увидели дочерей человеческих и взяли их жены, это относится к ангелам или нет? Эта дискуссия будет чуточку позже, А. и я вам дам материал и аргументы. Окей, спасибо. Եղբոր հարցը ծննդոց 6-րդ գլխի հետ էր կապված, որտեղ գրված է որ Աստծո որդիները տեսան մարդկանց դուստրերին եւ կնության առան, հա, այս հատվածի վերաբերյալ էր եւ դասախոսը ասաց, որ կլինի նյութ ապագայում հենց սրա հետ կապված։ Ну, кратко скажу, да, есть ряд богословов, которые считают, что там присутствуют падшие ангелы. Բայց սկզբից ասեմ, որ կան աստվածաբանների մի շարք աստվածաբաններ, ովքեր մտածում են, որ այնտեղ այո հրեշտակային ներգրավվածություն կա։ Ну, за и против, ну, можно поговорить. Чуточку позже. Կողմի եւ դեմ փաստերի մասին կարելի է խոսել։ Так, давайте поговорим про сотворение ангелов. Եկեք հրեշտակների ստեղծագործության մասին խոսենք։ Так, что у меня тут? Sorry. Удалить файл. Окей. Сотворение. Вопреки мнению многих, следует сразу отметить, что ангелы существа не вечные. Իհակառակ շատ կարծիքների պետք է ասել, որ հրեշտակները հավիտենական արարածներ չեն։ Ну, что мы имеем в виду? Сравнивая с Богом, только Бог обладает абсолютной бессмертной природой. Ինչի նկատի ունենք, այն որ եթե Աստծո հետ համեմատենք, միայն Աստված ունի հավերժական անմահ բնություն։ Поэтому было время, когда их не было. Դրա համար կար ժամանակ, որ հրեշտակները չկային։ Кто говорил такую фразу? Было время, когда его не было. Ով էր ասում այսպիսի արտահայտություն, կար ժամանակ, որ նա չկար։ Այսպիսի արտահայտություն կա, եղբայրներ։ Մեկը ասում էր, որ կար ժամանակ, որ նա չկար։ Կավայի եբրայցիների թղթում Չէ, կարամ հուշեմ։ Ну, в истории церкви было Եկեղեցու պատմությունից է հարցնում։ большой спор, и один человек говорил, было время, когда его не было. Այսի եկեղեցաբանություն, այսինքն Եկեղեցու պատմության ժամանակ այտենց զրույցից մեկի ժամանակ կար։ Մեկը ով ասում էր, որ այսպիսի արտահայտություն ժամանակ կար, որ նա գոյություն չուներ։ նա նկատի ու հրեշտակները թե Չէ, Չէ, ինչ որ երևի եկեղեցու չէ, Հիսուսի մասին է։ Այո, Ուղղակի այո։ ինքը իր հարցի մեջ չէր ասել էդի։ Ինքը ուզում է ոչ թե թեման, այդ արտահայտությունով դուք այդ մարդուն հիշեք, ես տենց եմ հասկանում։ Որտեւ էդի շատ հայտնի արտահայտություն է, էլի։ ես չեմ հիշում իմ համար ոնց որ հայտնի չի, չգիտեմ։ Сдаетесь? Հանձնվում եք։ Ես լավ չեմ սովորել եկեղեցաբանությունը։ Ասա ես թարգմանել ես։ Ջան, թարգմանելը Ասա, բացի դուք եղբայր, ես 8 տարի է սովորում եմ եկեղեցու պատմություն։ Դե լավ, Թե դու ես թո ինքը ասի, ես ուղղակի կթարգմանեմ եղբայրս։ Հանձնվում եք։ հանձնվում ենք։ Ու տեղի հանձնում։ Всё, сдаёмся։ У вас была история церкви? Դուք ունեցել եք պատմության դաս։ Հա Арианский спор. Арий говорил о Христе. Արիոսի մասին Что հիշում было եք Նիկեայի время, когда его ժողովը։ не было. Արիոսի մասին հիշում եմ, այդ արտահայտությունը չեմ հիշում։ Հա ինքը լավ հերետիկոս էր։ Կարար տենց բան ասեր։ Да, это хороший еретик был. Мы его помним, но эту фразу мы не можем вспоминать. Вот. Ну, да, Այս լավ է չեմ հիշում ես։ он так говорил о Христе, указывая, что Христос имел начало. Նա այսպես խոսում էր Քրիստոսի մասին, ասելով, որ Քրիստոսը ուներ սկիզբ։
Но эта фраза следует употреблять по отношению к ангелам. Ու այս խոսքը ոչ թե Հիսուսի մասին պետք է իրականում ասել, այլ հրեշտակների մասին պետք է օգտագործել այս արտահայտությունը։ Так, Бог их сотворил, и они существуют вечно, ну, дальше, бесконечно, скажем так. После сотворения, то есть они уже Ну, они всегда бесконечные, да, будут, существа. да. Всё. Այսինքն Աստված ինչ որ կետում նրանց ստեղծեց, ու նրանք հիմա արդեն միշտ գոյություն կունենան, Как, собственно, и люди. Мы имеем начало, но будем жить вечно. ինչպես որ մարդիկ, մենք ունենք սկիզբ, բայց մենք հավիտյան կապրենք։ Что еще следует сказать? Присутствие ангелов никогда не доказывается в Писании. Էլ ինչ արժի ասել, այն որ հրեշտակների գոյությունը երբեք չի փորձում ապացուցված լինել Սուրբ գրքի մեջ։ Սուրբ գրքը չի փորձում դա ապացուցել։ И Писание также ясно утверждает, что ангелы — это сотворенные существа. Ու նաև Սուրբ գիրքը մեզ փաստում է, որ հրեշտակները դրանք ստեղծագործություն են։ И если мы читаем книгу Неемии 9:6, там написано, что Бог единый создал небо, небеса небес и все воинство их. Մենք Նեմիայի 9-ում կարդում ենք, որ Աստված ստեղծեց երկինքը, երկինքների երկինքը ու դրա ամբողջ զորքը։ И фразу «небесное воинство» оно указывает на ангелов или ангельские существа. Եվ այս արտահայտությունը երկնային զորքը օգտագործվում է հրեշտակների մասին խոսելիս։ В книге Иова 38:6-7. Հոբի գիրքը, եթե նայենք 38-րդ գլուխ 6-ից 7-րդ համարները, там Господь напоминает Иову о том, что ангелы, они радовались и пели славу Богу, когда Господь сотворил их. մենք հոբի գրքի այս հատվածից տեսնում ենք, որ երբ որ Աստված իրենց ստեղծեց, հրեշտակները այդ ժամանակ ցնծում էին։ Псалом 8:6. Սաղմոս 8-7-ը Мы видим, автор делает утверждение, что сотворение человека было не намного низкого порядка, чем сотворение ангелов. Не против, если я просто почитаю этот стих. Да. Шестой стих. Наверное, пятый. Քանի որ նրան փոքրինչ ցածր արիր, քան հրեշտակներին 5-րդ համարը։ Եվ парքով ու պատվով պսակեցիր նրան։ Да, это шестой, это в русской пятый. Да, шестой у вас. То мы видим, что человек был ниже, чем ангелы. Մենք տեսնում ենք այս հատվածից, որ մարդը փոքրինչ ցածր արվեց, ինչպես ասում է այս համարում հրեշտակներից։ Но автор послания к евреям указывает на тот факт, что человечество в будущем станет выше ангелов. Բայց Եբրայեցի ծխտի հեղինակը խոսում է այն մասին, որ ապագայում մարդկությունը կլինի ավելի բարձր, քան հրեշտակները։ Псалом 103, 4 стих. Սաղմոս, հիմա գտնեմ ասեմ, Սաղմոս Или Евреям 1:14, я думаю, там. 102-ը մենք նայենք։ Չէ, 103. Какой стих это? В Евреям 1:14. Давайте Евреям посмотрим. Так легче будет. Да, согласен. Евреям 4. 1:14. 1:14. Եբրայեցիս 1:14-ում կարդում ենք հետևյալը. Չէ՞ որ նրանք բոլորն էլ սպասավորող հոգիներ են, ուղարկված սպասավորություն անելու նրանց, ովքեր փրկության ժառանգորդներ պիտի լինեն։
Поэтому здесь используется то же слово, которое мы находим по отношению к творению в Бытие 1. Այստեղ տեսնում ենք, որ այս խոսքը հայտնվում է, որ նաև бытие какое место сказали? Первая глава. Որտեղ նաև այսպիսի արտահայտություն հանդիպում ենք ծննդոց առաջին գլխում։ Ну, имеется в виду не греческое слово в переводе, а слово из Псалма, которое цитируется Евреям 1:14. Այսինքն հենց Սաղմոսի հղումն է հաշվի առնվում այստեղ, որտեղից որ վերցնում է Եբրայեցի թղթի հեղինակը։ Псалом 148:2. Սաղմոս Это, я думаю, правильная ссылка. Сейчас проверим. 148. Да, это правильно. Սաղմոս 148:2 օրհնեցեք նրան, ով նրա բոլոր հրեշտակները, օրհնեցեք նրան, ով նրա բոլոր զորքեր։ Мы видим, что в данном тексте ангелы перечисляются среди других аспектов творения. Մենք տեսնում ենք այստեղ, որ հրեշտակները արարչագործության մնացած մասի հետ այստեղ օգտագործվում են, հա, հղում է արվում հրեշտակներին, ինչպես որ մնացած ստեղծագործության մասին։ И Колоссянам 1:16. Եվ Կողոսացիս 1:16-ը Посмотрите этот текст. Գնանք Կողոսացիներին 1:16։ Мы видим... Да, читайте. Որովհետև նրանով ստեղծվեց ամեն բան, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրա, տեսանելի եւ անտեսանելի, թե գահերը, թե տերությունները, թե պետությունները եւ թե իշխանությունները, ամեն ինչ նրանով եւ նրա համար ստեղծվեց։ Поэтому им создано абсолютно все. Դրա համար այստեղից եզրակացնում ենք, որ նրանով ամեն ինչ է ստեղծվել։ И это означает материальный мир, интеллектуальный, метафизический, все. Եվ դա նշանակում է թե շոշափելի աշխարհը, նյութական, թե ինտելեկտուալ աշխարհը, թե հոգևոր աշխարհը, ամեն բան նրանով է ստեղծվել։ Свидетели Иеговы в своих переводах Колоссянам 1:16 они добавляют одно слово. Եհովայի սուտ վկաները իրենց Աստվածաշնչի թարգմանություններում այս հատվածի 16-րդ համարում մի բառ են ավելացնում։ Они добавляют все остальное. Նրանք ավելացնում են այս արտահայտությունը եւ մնացած ամեն ինչ։ Поскольку они верят, что сначала Бог сотворил Иисуса. Սա անում են ինչի համար, որովհետեւ հավատում են, որ սկզբից Աստված ստեղծեց Հիսուսին։ И через него весь мир был сотворен. Եվ հետո Հիսուսի միջոցով արդեն ամբողջ աշխարհը ստեղծեց։ Но проблема в том, что нет ни одного манускрипта, который имел такое чтение. Եվ այստեղ խնդիրը այն է, որ ոչ մի ձեռագիր չունենք, որ այսպիսի ընթերցանություն կհաստատի։ Так, когда у нас перерыв? Երբ է մեր դադարը։ Իրականում անելել է, բայց հիմա կարանք անենք։ Ու մենք բանա ուշ սկսեցինք։ Ну, так, чтобы мы вышли на расписание. Նենց անենք, որ դուրս գանք մեր օրակարգի վրա, էլի։ 9:30. Ոնց է լինում։ Հիմա կարանք անենք։ Դա Ես այն ջան, ասա, եթե հնարավոր կլինի 1:30 էլի, մեր օրակարգով շարժվել, որ ճաշ անենք, շատ լավ կլինի, իսկ եթե 30 րոպե տարբերությունը, որ արդեն ունենք կազդի ճաշի ժամի вրա, խնդիր չկա։ Если можем организовать так, чтобы наш ланч-брейк оставался то же самым, это будет хорошо. Без проблем. Значит, сейчас мы делаем перерыв, когда мы соберемся. Հիմա եթե անենք դադար երբ ենք հավաքվելու, խնդիր չկա ճաշի ժամի հետ կապված ասած։ Հեսա նայեմ ասեմ։ Сейчас.